Կապ համարական ամենացածան ուղիղ 14:00 է, հեսա մի կես րոպեից կլինի 14:00 եւ Ռուբեն Ռուբինյանի պատկերը չենք տեսնում այստեղ էլի մոտակայքում ինքը պետք է գար ձեզ դիմավորել որպեսզի ուղեկցեն իր մոտ կամ իր օգնականը ճիշտ է չէ իր պատկերը չպիտի գար ինքը պետք է գար եւ ինքը երբ որ գա ընդունարան այստեղ հատուկ սենյակ կա ընդունելության համար ազգային ժողովի քաղաքացիների ընդունելության նամակների բաժնի պետը քաղաքացիներն ովքեր գրանցված են հերթով հրավիրում է պարոն Ռուբինյանի մոտ ընդունելության երկրորդ անգամն է որ դուք ուզում եք Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպել առաջինը չկայացավ ինչ է կարծում երկրորդը կկայանա առաջինը չկայանալուց հետո ես հաղորդում եմ տվել դատախազության հանցագործության մասին իմ նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու համար եւ կարծում եմ որ դա իմանալուց հետո պարոն Ռուբինյանը կրկնահանցագործություն չի կատարի Պարոն Ղազարյան իսկ ինչ են ասել դատախազությունը իմ գրությունները փոխանցել է Երևան քաղաքի դատախազություն, Երևան քաղաքի դատախազությունը փոխանցել է Քանաքեռ Զեյթունի դատախազություն, ինձ մի անգամ այդ գործով հրավիրել են նաև համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, այնտեղ եմ հաղորդում ներկայացրել հանցագործության մասին, պարզաբանումներ եմ տվել, իսկ գործը ընթացքի մեջ է, դեռևս վարույթ կայացնելու վերաբերյալ որոշում չի կայացվել, բայց ես կարծում եմ, որ այդ ուշացնելը այս հետևանքն առաջացել, այսինքն եթե իրավապահ մարմինները մի քիչ ավելի ակտիվ գործեն եւ այս նստաշրջանի այս նիստերի ընթացքում արդեն գլխավոր դատախազը միջնորդությամբ հանդես գար պարոն Ռուբինյանին անձեռնմխելությունից զրկելու եւ մեղադրանք առաջադրելու, որտեղ դրանք պատգամավորներ են եւ բոլոր դեպքերում դատախազի միջնորդությունը ուղղակի սահմանադրական պահանջ է, որպեսզի նրանք այդ գործում որպես մեղադրել են։ Ինչն է պատճառը, որ ձեզ մերժում են sense հետեւականորեն պարոն Պատճառները ինձ ներկայացրել է միայն ազգային ժողովի աշխատակիցը, երևի Այսինքն մյուս քաղաքացիների իսկ բացատրությունները գրավոր հարցում ներկայացրեք խտրական վերաբերմունք գրավոր հարցում ներկայացրեք ոչ ես քաղաքացիների ընդունելության բաժնի պետն եմ Աստորեն կրկնահանցագործի բարձր Տեղի ունեցավ կրկնահանցագործության փաստ պարոն Ռուբինյանը երկրորդ անգամ անձնապես իմ դեմ իրականացնում է խտրական վերաբերմունք պայմանավորված իմ քաղաքական հայացքներով եւ չգիտեմ ինչի վախենում է ես կարծում եմ ինքը տեղյակ է իմ քաղաքական հայացքներին ինքը տարբեր հարցազրույցներում ինձնից մեջբերումներ արել ինձ անդրադարձել է այսինքն նա ինձ ծանոթ է բացի այդ ես ազգային ժողովում կարգավիճակ եմ ունեցել եղել եմ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու բացի այդ երբ որ ես դեսպանի պաշտոնում դեռ պաշտոնավարում էի Ռուբինյանը նաեւ եղել արտաքին գործերի փոխնախարար կարծում եմ նա ինձ անձնապես ճանաչում է եւ իմ այդ վերաբերմունքը պայմանավորված է Վերադառնալով իմպիչմենտի թեմային ըստ էության պատիվ ունեմ խմբակցությունը քննածու է առաջադրել բայց Հայաստան դաշնակցության դիրքորոշում ունի այսօր հայտնեցին որ պետք է խմբակցության ինձ լինի նոր որոշում կայացնել երկու անկախ պատգամավորներին արդեն իսկ դեմ են արտահայտվել հետեւաբար այս գործընթացը ուր կարող է տանել Ակնհայտ է որ այս գործընթացը օրորի նոր թափ է հավաքում եւ այն նախնական կանխատեսումները որոնք ներկայացնում էին այդ թվում եւ պատգամավորները որ դա լուրջ չի որ դա հաջողություն չի ունենալու որ դա ոչինչի չի բերելու իրականությունը ցույց է տալի որ ամեն ինչը ճիշտ հակառակն է այս բանի մենք փաստացի ունենք երկու անվստահության գործընթաց միաժամանակ պաշտոնապես մեկնարկած մեկի հեղինակները երկու պատգամավորներ են մյուսի հեղինակները 6 պատգամավորներ են Իսկ ինչ վերաբերում է Հայաստան խմբակցության պատգամավորների դիրքորոշմանը, ես կարծում եմ, որ այն ինչ որ ներկայացրեցիք, դա հավանաբար այսօր պարոն Արթուր Խաչատրյանի ճեպազրույցներ, ես մի քիչ տարօրինակ եմ համարում այդ մոտեցումը, որովհետև այս հարցը վերաբերյալ խմբակցությունների դիրքորոշումը կարևոր չի, կարևոր է խմբակցությունում ընդգրկված պատգամավորների առանձին վերցրած դիրքորոշումը եւ պատգամավորները կարող են ունենալ նաեւ խմբակցությունից տարբերվող կարծիքներ։ Եվ ես հույս ունեմ, որ բոլոր խմբակցություններից, այդ թվում եւ Հայաստան խմբակցության պատգամավորները չեն ուշացնի եւ կմիանան այս նախաձեռնությանը, որովհետև դժվար է պատկերացնել բացատրություններ, թե ինչի պիտի չմիանան վարչապետին անվստահություն խմբակցության դիրքորոշում, որևէ մեկը առանձին դիրքորոշում։ Ես բան չունեմ ասելու, կարող են նաև պատգամավորները պատվիրակել իրենց որոշման կայացումը, որոշեն խմբով որոշումը կայացնել, եթե անհատապես դժվարություններ ունեն քաղաքական դիրքորոշում արտահայտելու, ամեն դեպքում կսպասենք։ Մեզ հայտնի է մինչև հիմա Հայաստան խմբակցության մինչև հիմիկվա ունեցած հայտարարությունը մայիսի 2-ի, որով իրենք ըստ էության ես այդպես եմ
հասկացել, սեփական նախաձեռնություն այս պայդրությամբ չեն պատրաստում ցուցաբերել, բայց պատրաստ են միանալ այլ նախաձեռնությունների, որոնք որ իրենց համար ընդունելի կլինեն։ Իրանք իհարկե պայմաններ էին դրել, որ 8 падգամավոր պետք է ի սկզբանե միացած լինի դրան, որ նոր իրենք 28 падգամավորով միանան։ Դա ես լսել եմ այդ ձևակերպումները կա, բայց դա բացի դրանից անդրամաբանական է նաև։ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը այն 8-ից են երկու падգամավոր։ Իրենք ասել են, որ 8-ից, ախր այն ենթադրյալ 8-ից, որ պատիվ ունեմիցան։ Չի ով ասում, որ պետք է այս կամ այն խմբակցությունից միան։ Հիմա կարա քաղաքացիական պայմանագրից էլ միանա, էլի։ Ոնց որ այդքան շատ տոգորված չեն այս գաղափարով։ Ասում ա տենց ուվերենի միաս։ Դե տենց ուվերենի ասում։ Պարոն Ղազարյան, ամեն դեպքում ուվերենի կարող եմ ասել նաև, որ այսօր իմ ականջով լսածը, որ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն միանալու ՀՀԿ-ի առաջադրած տեխնազույն Դավիթ Համբարձումյանը։ Իրանց կամքն է։ Հիմա ստացվում է, որ հերթական անգամ տապալվեց է։ Չէ, իհարկե չէ։ Բայց ով ասում, որ հենց պիտի Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը ԿՊԻ-ով օրինակ հենա Ռուբեն Ռուբինյանը կմիանա։ Օրինակ ձեր պատկերացմամբ կարող է Ձեր կարծիքով Ռուբինյանը ինչի է հրաժարվում այս հանդիպումներից, որովհետև լսելի է փաստեր, չէ, որոնք մամուլի ներկայացամուղի եթերում այդ փաստերը լսելուց հետո ինքը պետք է դրա վերաբերյալ վերաբերմունք արտահայտի, չէ։ 7 տարի այդ փաստերը հնչեցնում են։ Ո՞վ է հնչեցնում, բայց առաջին բայց նախաձեռնություն առաջին անգամ է, չէ։ Հիմա կա վարչապետի թե շատ կոնկրետ է արդեն, էլ վերացական չի, էլի, դες քննադատություն։ Շատ կոնկրետ թիմից ասում ես չեմ ուզում Փաշինյանը գնա, ինքը շատ լավն է, հրաշալի անձնավորություն է, լավ վարչապետ է, թողնա աշխատի։ Չէ, մի րոպե, տրամաբանություն չէ գոյություն։ Հիմա ասենք թե իրանք իրար նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն, այդ կարող եմ ես քիչ է հետաքրքրում։ Հիմա Ռուբինյանը падգամավոր է դարձել ոչ թե աստվածային կամքով, այլ Հայաստանի քաղաքացիների քվեարկության արդյունքում։ Հայաստանի քաղաքացիները քվեարկել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին ու ինքը դարձել է падգամավոր։ Հիմա կառավարություն ունի ծրագիր, որը հիմնված է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի վրա, եւ Ռուբինյանը որպես падգամավոր պարտավոր է վերահսկի կառավարությանը, որպեսզի այդ ծրագիրը կատարվի։ Հիմա եթե Ռուբինյանը իր պաշտոնական պարտականությունները չի կատարում, չի նշանակում, որ մենք բոլորս պետք է դրա նկատմամբ Բայց հիմա պարտավորությունի տանել է, թիմի անդամը դրա հետը գնա։ Վատ ենք աշխատել, ծրագիրը չեն կատարել, հարց չկա։ Սպասեք 26 թվականի ընտրություններին։ Այսինքն Ռուբինյանն է որոշում էր հասարակական Ռուբինյանն է։ Նարեկ Գրիգորյանը, ԿՊ խմբակցության падգամավոր, ասաց ինչի պիտի իմպիչմենտ անենք ու երկրի առաջընթացը բարոյահոգեբանական վերելքները կասեցնենք։ Որ երկրի մասին ասել։ Հայաստան։ Չգիտեմ թե որ 29700-ի շրջանակում առաջընթացը ինչի կասեցնենք ու հա ճիշտ է Դավիթ Համբարձումյանը լավ համայնքապետ է ասում է, բայց այդ որ ասեցիք падգամավոր, Նարեկի Գեղարքունիքի մարզից Իսմայլիկն է։ Հա, լավ, հասկաց։ Հիմա ասենք թե մենք իրեն պիտի հարցնենք, չէ՞։ Ասենք մեր երկրի կյանքը Նարեկ Գրիգորյանի կամքով է, տեսակետներով է կարգավորում, թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ։ Իմ պատկերացումներով սահմանադրությամբ։ Եվ այդ Նարեկ Գրիգորյանը падգամավորի պաշտոնը ստանձնելուց ազգային ժողովում ազգային ժողովի եւ ժողովրդի արչեւ հանդիսավոր կերպով երթում է տվել, որ ինքը իր պարտականությունները կատարելուց առաջնորդվելու է սահմանադրությամբ եւ օրենքներով։ Հիմա պարզվում է, որ ինքը սահմանադրությունից դուրս մի հատ վերսիա ունի մեր հասարակական հարաբերությունները կարգավորելու։ Եվ մենք sense գեղեցիկ ժպիտներով սմայլիկ դարձած պետքա առաջնորդվենք իր մոտեցումներով։ Թե չի, մենք առաջնորդվել ենք Հայաստանի սահմանադրությամբ եւ օրենքներով։ Ինքն էլ մեր հետ միասին պարտավոր է դա անել։ Սահմանադրական դատարանի դռները շրջափակող քաղաքական ուժից եկել եք պահանջում եք որ սահմանադրության օրենքները պահպանեն։ Չէ, պիտի ենթարկվեն։ Այսինքն թողնենք մեր երկրի սահմանադրությամբ լինի։ Եթե իրանք շրջափակել են սահմանադրական դատարանը, ուրեմն հիմա պիտի թույլ տանք, որ իրանք շրջափակեն Մայրաթոռը, հետո պիտի թույլ տանք, որ շրջափակեն մեր բիզնեսները, ովքեր որ գործարանը կան, շրջափակեն իրանք գործարանը, ասեն ձեր ապրանքները մի վաճառեք։ Թե Նիկոլ Փաշինյանը եւ Նարեկ Գրիգորյանը չեն ուզում, որ Grand Candy-ին իր ապրանքները վաճառի։ Պետք է շրջափակել այդ ընկերությունը։ Հետո մեր տները։ Փաշինյանը նման ոչ էր արել, որպեսզի համախմբեն կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ, նա ասում է, որ կաթողիկոսը երեխա ունի, եթե հակառակը
ասի, ես ապացույց Դա Նիկոլ Փաշինյանի իրավասություններից դուրս գտնվող հարց է, Նիկոլ Փաշինյանը չի կարող որևէ եկեղեցու, այդ թվում հայաստանյացա։ Դե հիմա հենց այդ եմ ասում, Նիկոլ Փաշինյանը, որը պարտավորություն ունի կատարելու կառավարության ծրագիրը եւ մյուս պատգամավորները պարտավորություն են դա վերահսկելու, իրանց պարտականությունը թողել են, զբաղվում են այսօր հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու, վաղը կարող է զբաղվեն հռոմեա կաթոլիկ եկեղեցու, ասենք քննարկեն Հռոմի պապը, ինչ հանգամանքներում անդր, կարող է Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել, որ սպիտակ ծուխն ազդարի Հռոմի պապի ընտրությունը, այլ պիտի լիներ կանաչ եւ ինքը կոչ անի, որ շրջափակեն Վատիկան, ասենք այդպես ցնդաբանություններ կարան հետաքրքրեն միայն հոգեբուժներին։ Մեզ Հայաստանի քաղաքացիներին հետաքրքրում է մեր երկրի սահմանադրություն, ինչ իրավասություններ ունի Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ, ինչ իրավասություններ ունեն պատգամավորներ, ինչքանով են իրանք բարեխիղճ իրենց լիազորությունների իրականացման, մենք է որպես քաղաքացի ոչ թե պետք է այդ հիմարությունների հետ հաշվի նստենք, ասենք դե հիմա վարչապետը հիմարություն է, դու բերեք հաշտվենք իր օրակարգի հետ եւ դուրս տանք են հիմարությունները, թե ով երեխա ունի, ով ում երեխան է, առանց բարձելու ենթադրենք ինքը իսկապես երեխա ունի, թե մենակ հայրությունա ճանաչի, թե Դե բայց իրա ինչ, ասիկն ինքը ինչ որ մեկի անձնական տվյալներ է պարունակում, դա օրենքի խախտում է, որևէ մեկի անձնական տվյալները օրենքով պաշտպանված են եւ մեկ այլ քաղաքացի իրավունք չունի հայթայթի ձեռք բերի տեղեկություններ մի ուրիշ մարդու անձնական տվյալների մաս։ Այսինքն եթե ինքը նման բան ասում, նշանակում ինքը հանցագործություն է կատարել մի հատ ուժ, ոչ թե։ Ասում եք Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի շրջափակել եկեղեցու դռները, բայց Նիկոլ Փաշինյանը իրավունք չուներ շատերի գնահատմամբ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում առանց հայ ժողովրդի եւ Արցախի ժողովրդի կամքը հարցնելու։ Իրավունք չունի ազգային ժողովի ամբիոնից ընդդիմադիրներին անվանելու համբալ, իրավունք չունի, չգիտեմ, այլ բառապաշարով խոսելու, էլի այդպես բազմաթիվ բաների իրավունք։ Այսինքն եթե նա արել է հիմա, եթե արել է, մնացել անպատուժ, elə մենք պիտի թույլ տանք, որ ինքը էլի անի։ Դե նախորդները թույլ ենք տվել փաստորեն։ Դրա համար ինչ-որ մի պահից պետքա թույլ չտալ, չէ՞։ Դրա համար մենք հիմա ունենք պետքա Նիկոլ Փաշինյանը եւ մյուս քաղաքական, հատկապես պատգամավորները մտածեն ոչ թե կաթողիկոսի ընտրության մասին, այլ վարչապետի։ Հիմա օրակարգային հարցը քաղաքական, իրավական, սահմանադրական ճանապարհով ոչ թե վեհապարի իմպիչմենտի հարցն է, այլ վարչապետի։ Եվ եթե դա հարցը լուծում ստանա, ածանցյալ հարցերը, այդ թվում ձեր կողմից բարձրացված խնդիրները լուծում կստանա եւ կանցնեն իրավական։ Գործընթացի հետ կապված բացառությամբ հատուկ են պատգամավորների, որը մեկը ընդունեցիям չի արժանացնում, չի լինում այդ քննարկումը, դուք էլ իրավական ճանապարհով եք գնում, բողոքարկում եք, դատախազություն եք դիմում։ Ինչ եք հիմա անելու կոնկրետ Ռուբինյանի չընդունելու։ Կոնկրետ հիմա ես պատրաստվում եմ զանգել Մարդու պաշտպանի գրասենյակ, թեժգից եւ նաեւ իրենց տեղեկացնել, որովհետեւ սա պետական կառավարման մարմինների կողմից քաղաքացու իրավունքների խախտման ուղիղ դրսևորում է եւ նաեւ այո իհարկե եւ նաեւ ինչպես ավանդույթի համաձայն նորից հաղորդում են ներկայացնելու դատախազություն հանցագործության մասին այդ դեպքում արդեն կրկնահանցագործության վերաբերում Իսկ նախորդ դեպքում էլի զանգել եք մի Չէ, առաջին անգամ զանգում, որովհետեւ առաջին անգամը որ մենք կրկնահանցագործության հետ գործ ունենք, այսինքն կան որ գրասենյակից Չէ, իրանք այսինքն իրենց մշտադիտարկումներով որ փորձեն, չէ, ցավոք սրտի չի եղել Հիմա ուղիղ եթերում զանգ են կատարում մարդիրավունքների պաշտպանի գրասենյակ Քաղաքացի դուք հանգարել եք մարդիրավունքների պաշտպանի թեժգից հեռախոսահամարի տեղեկացնում ենք, որ հեռախոսազանգը ձայնագրվում է ձեր զանգը սպասման մեջ է Մենք էլ ձեզ տեղեկացնում ենք, որ ուղիղ եթերում ենք У вас уже есть приложение «Тема»? Թեժգիծը սարել է Հանցագործներին եք զանգում, հանցագործության մասին Ալո, բարև ձեզ Մարդու իրավունքների պաշտպանի թեժգիծն է Այո Ձեզ անհանգստացնում է Հայաստանի քաղաքացի Էդգար Ղազարյանը Ես ձեզ տեղեկացնում եմ, որ ազգային ժողովի աշխատակազմը քաղաքացիների ընդունելությունը հայտարարել եւ այսօր պետքա ընդունելություն լիներ ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի մոտ եւ նախորդ ամիս էլ ա եղել նման ընդունելություն եւ Ռուբինյանը ինձ ընդունելության չի արժանացրել, ընդ որում ոչ թե այլ քաղաքացիների, ոչ թե ընդունելությունն է հետաձգվել, այլ միայն ինձ, ցուցաբերելով ըստ էության իմ նկատմամբ խտրական վերաբերմունք Ես համարում եմ իմ իրավունքների կոպտագույն խախտում պետական բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից եւ խնդրում եմ ձեզ գրանցել այս հաղորդումը եւ նախաձեռնել վարույթ այդ կապակցությամբ։ Պարոն
Ղազարյան, ես հասկացա ձեր խնդիրը, ձեր հեռախոսահամարը հիմա ես գրանցել ձեզ համապատասխան վարչությունից կզանգահարեն, լավ։ Ես հիմա ուղիղ եթերում եմ ձեզ զանգարում, որպեսզի իմ հեռախոսահամարը ուղիղ եթերով չտարածվի, քիչ հետո ես ձեզ լրացուցիչ կզանգարեմ, իմ հեռախոսահամարը ձեզ կփոխանցեմ։ Եթե այս հեռախոսահամարն է, Եթե գրանցվել է, այո, այս հեռախոսի համարը իմ բջջային հեռախոսահամարն է, եթե ձեզ մոտ գրանցվել է, խնդրում եմ ֆիքսեք։ Շնորհակալ եմ։ Ինչ որ ակնկալիք ունեք, որ տիկին մի բա կարձագանքի պատճառ Ես ակնկալում եմ, որ նա հետ կզանգարի եւ ինձ համար հատուկ կկատարի արի իմ սուխակ երգ։ Պարոն Ղազարյան, այս իմպիչմենտի գործընթացը, եթե Հայաստան խմբակցությունն իր տեխնացուն առաջացրի, հնարավոր համարում եք, որ 2026 թվականի ընտրություններին չեք հասնելու, այլ կլինի հաստահետ։ Ինչ եք դուք կանխատեսում։ Գիտեք, եթե Հայաստան խմբակցությունից պատգամավորները նույնպես նախաձեռնություն ցուցաբերեն, ինչ իրենց օրինական իրավունքն է, ապա այդ դեպքում կարծում եմ մենք ունենանք նոր իրավիճակ, այսինքն փաստորեն կստացվի 3 կամ 4 նախաձեռնություններ, այդ դեպքում բոլոր այն պատգամավորները, ովքեր նախաձեռնության հեղինակ են, ստիպված պետք է լինեն քաղաքական կոնսոլիդացիայի գնալ իրենց նախաձեռնություն առաջ մղելու համար։ Տեսեք, Աղազարյանի եւ Ասլանյանի մոտեցումը ես անկեղծ ասած համարում եմ շատ անազնիվ, որովհետեւ եթե նրանք ի սկզբանե ցանկանում էին վարչապետին անվստահություն հայտնել, չէ՞, ուրեմն նշանակում է իրենք պետքա լուծումներ գտնեն, ոչ թե սկզբունքորեն ասել մենք մնացածին դեմ ենք, բայց եթե դուք մնացածին դեմ եք, ձեր երկու պատգամավորով նախաձեռնություններ արդյունք չի տա, բայց դեպքում վարչապետին ո՞նց եք ուզում անվստահություն, նշանակում ասես թե նես պիտի, Բայց չի միացան պատիվ ունենու Հայաստանը։ որովհետև կարծում եմ ճիշտ որոշում կայացել։ Դուք լսել եք այդ իրանց տեխնացուի հայտարարությունը։ Էդմոն Մարոկյանն ասում է, եթե երկու տեխնացուով հիմա կա նախաձեռնություն, պատիվ ունեմը 6-ով միանա կլինի 8, Հայաստան դաշինքը ասել է մենք 8-ի դեպքում կնդանք մենք 28-ը կլինի 36, անմիջապես գործերը կհանձնենք ազգային ժողովի նախագահին, կսկսի իրավական process-ը։ Այսինքն դա նշանակում է տանել ձախողման, որովհետև որոշման կայացման համար պետք է ոչ թե 36 պատգամավորի աջակցություն, այլ 54, եթե դու նախաձեռնության տակ դեռ 54 պատգամավորի աջակցություն չունես ու գնում ես քվեարկության, նշանակում է դիտավորյալ ուզենաս տանես գործընթացը տապալման։ Այո, այս պահին չունի։ Դավիթ Համբարձումյանը ուրբաթօրը 0 ուներ։ Հիմա արդեն 6 ունի, չէ՞։ Հիմա հնարավոր է որ այսօր Հայաստան դաշինքից լինեն պատգամավորներ, որ դες կամած պատգամավոր պարտադիր չի բոլորը գան նույն վարկանին։ 28 են իրենք։ Հա, 28 չէ՞, ոնց որ։ Որոշման կայացման համար այդ մաթեմատիկան խնդրում եմ վերջացրեք։ 36 թիվ Եղավ 34, բայն մնացած։ պետք է սկսել աշխատել մյուս պատգամավորների հետ։ Որ պատգամավորների։ Քաղաքացիական Ահա դուք նույնիսկ անկախներին չեք կարողանում համոզել կան Աղազարյանն ու Ասլանյանը կան միանը։ Եղավ Նազարյանը։ Բայց Աղազարյանն ասում է Էդմոն Մարուկյանն է ԿՊ-ի կողմից ընդունելի տեխնացուն, դրա համար իրան էին կարաճ։ Բայց նայեք, Աղազարյանն ու Ասլանյանը իրենց առաջադրումից մինչ օր չեմ համարում իրենց մոտեցումը դեռևս անազնիվ։ Ոչ մի ջանք չեն գործադրել իրենց նախաձեռնությունը առաջ մղելու համար։ Ես էլ չեմ լսել, որ իրանք նախաձեռնություն ցուցաբերեն, գնան ԿՊ-ի մյուս պատգամավորների հետ հանդիպեն, այդ հարցը քննարկեն, լսումներ հրավիրեն, խորհրդակցություններ հրավիրեն, այսինքն իրանք երկու օքով ստորագրել են, ասում են 120, որն Ասլանյանի սենյակը, 124 սենյակում թղթերի դրած, ուզում է թողա ստորագրի, այդպես չի լինում, այսինքն մյուս օրինագծերի դեպքում պատգամավորները, որ նախագծի հեղինակ են, ինչ են անում։ Իրանք նախագիծը առաջ են մղում, այդ մարդիկ չեն անում այդ բանը։ Ինչ այլոց ասել ԿՊ-ի խմբակցության ղեկավարը Էդմոն Մարուկյանի սանիկն է։ Նախնի սանիկն է, իրաց Սանիկը Վասիկը բաժանվել է։ Դե ես Սանիկ մի անգամ ալու։ շատ ծերնիկով չունեմ որպես խաբար սանիկ է։ Դե մի անգամ ալու, այդ որ բարձրալիք իմանաս։ Աղազարյան իսկ ինչ են հետաձգել հանձնաժողովի։ Հանձնաժողովի այն պատգամավորը, որ պետք է անցկացներ այսօրվա հանդիպումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ միայն ես եմ գրանցված եղել, ինձ առողջական խնդիրների պատճառով խնդրել եմ։ Ձեզ համար են հետաձգել։ Մենակ ես եմ եղել գրանցված։ Բայց պատգամավորը Հայաստան խմբակցությունից է։ Պարոն Ղազարյան, մի բան է, կարող եք տալ գոնե մեկ քրփական պատգամավորի անուն, ում հետ դուք Նարեկ Մայլյանը կամ որևէ այս նախաձեռնության համակիր կամ անդամ աշխատանք է տարել, զանգել է, զրուցել է, հրավիրել է սուրճ խմելու եւ մի փոքր գոնե հույսը, մի 10%-անոց հույս է առաջացել, որ այդ պատգամավորը գոնե կտա իր ստորագրությունը ընդդեմ Փաշինյանի։ Ես ձեզ խնդրում եմ, եթե այս թեմայով էլի եք զբաղվելու,
ասենք որպես լրագրող թեմայի մեջ է, այդ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի այդ հոդվածը կարդացեք։ Պարոն Ղազարյան, այդ հոդվածները կարդացել ենք բազմիցս, դուք էլ չեք զլանում մեր փոխարեն կարդում, հիմա ասում եք, այդ հոդվածները մի կողմ, մարդկանց քաղաքական կամքը, ցանկությունը ինչպես է իրացվելու, ես դա եմ ուզում հասկանալ։ Սահմանադրությունը իրենք բազմիցս խախտել են, ես իրենց Ձեր մինչև հիմիկվա բոլոր հարցադրումները վերաբերում են հետևյալի. սահմանադրությունը դրեք մի կողմ, սահմանադրական օրենքները դրեք մի կողմ, օրենքները դրեք մի կողմ, բերեք կարգավորվեն ՔՊ-ի դիրքորոշումները։ Սահմանադրության падգամավորը առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով, չէ՞։ Հիմա ինքը նաեւ քաղաքական թիմի անդամ է, այդ խիղճը։ Բայց հիմա եթե հետի դուք ասում եք Էդգար Ղազարյանի, Նարեկ Մայլյանի անունը չեք տալի։ Գոյություն ունեն ազգային ժողովի 6 падգամավորներ մի դեպքում, 2 падգամավորներ մի դեպքում, որոնք նախաձեռնել են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Հիմա այդ նախագծի հեղինակ ազգային ժողովի падգամավորները, որոնք նման արգելքներ չունեն, դռների հետևում չեն, քաղաքացի չեն, այդ падգամավորը շենքի ներսում են, պետք է իրանց նախաձեռնությունը քննարկեն մյուս падգամավորների հետ։ Մեկը բաց քննարկի, մեկը մասնավոր հանդիպումներ կունենա, մեկը սուրճ նոր են սկսել նախաձեռնել, բայց պիտի քննարկեն, բայց ինչ պիտի ան, բա որ չքննարկեն այդ իրանց նախաձեռնությունը ո՞նց պիտի առաջնորդեն։ Դուք առերևույթ տեսնում եք, չէ՞, ազգային ժողովի ամբիոնից ելույթներ, չգիտեմ, ճեպազրույցների ժամանակ գրառումներ, ստատուս են գրում, որոնցից ինչ որ ազդակ եք զգացում իրենք Փաշինյանին դեմ։ Դուք առերևույթ չէ, փաստացի լսել եք Հովիկ Աղազարյանի ելույթները, ասենք 5 ամիս առաջ։ Լսել եք, չէ՞, բոլորս լսել են։ Հետո նենց ասացել, որ այդ 5 ամիս առաջ ելույթ ունեցած Հովիկ Աղազարյանը դուրս է եկել քաղաքացիական պայմանագրի խմբակցությունից։ Եվ հիմա նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու 5 ամիս առաջ դուք կմտածեիք, որ այդպես բան կարող լինի։ Բայց եղել է, չէ՞։ Կմտածեք, որովհետև Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, ի տարբերություն օրինակ Վահագն Ալեքսանյանի, որոշ դեպքերում ազդակներ ցույց են տվել իրենց ճեպազրույցներով, ելույթներով, վարքագծով, մամուլում է տեղեկություններ սփռտել։ Այո, որ նվիրված են, որ ինչ ասում է իրանք դրա հետ համաձայն են։ Մեկ էլ ինչ-որ մի պահից դեմ են։ Հիմա նախորդ գումարման ազգային ժողովում չեք հիշում, քանի падգամավոր դուրս եկավ իմ քայլը խմբակցությունից։ Ես հիշում եմ։ Այսինքն հնարավոր չի, դա իհարկե հնարավոր։ Հիմա էլ կլինի։ Դրա համար աշխատանք է պետք։ Այսինքն մենք հիմա արդեն կոնկրետիկայի դաշտում ենք։ Եթե մինչև հիմա վերացականներ, անվստահություն կան, հիմա կա վարչապետի տեխնացու, կան նախաձեռնող падգամավորներ, որոնք այդ նախաձեռնությունը առաջ կմա։ Եթե դրա համար պետք լինի հանրային, այսինքն իմ աջակցությունը որպես քաղաքացի, ես պատրաստ եմ այդ падգամավորների կոչով ցանկացած պահին կանգնել այստեղ։ Իսկ ինչքան ժամանակ եք պատկերացնում այս process-ը, միջև երբ պետք է աշխատանքը տանեն, որ դա ժամանակային սահմանափակում չկա։ Երբ որ հասնենք հաջողության որտեղ 6 ամիս Չէ, 6 ամսա սահմանափակում չկա։ Չեք կա։ Իսկ լավ, ասում եմ ազգային ժողովի կանոնակարգ օրն է։ Լավ, հիմա եթե Դոկտորը երբ է Աղազարյան։ Ոստես գործ եմ գալի եմ։ Վաղը աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովում ժամը 11-ին։ ով է, Զարուհին Բաղդասարյանը։ Չեն ասում պատգամավորներից ով է գալու, գալիս եմ ստեղ եմ։ Իսկ իրանք ձեր հայտ ընդունում են, բայց Այդ գրանցված եմ ես բոլորին, այո։ իսկ մի բան մի վերջին հարց է։ Հիմա եթե որևէ պատգամավոր օրինակ ձեր ասած թիվը չապահովի, ինչ եք անելու, ստացվում է որ տապալվեց իմպիչմենտի նախագիծը։ Այս իմպիչմենտի նախագիծը չի կարա տապալվել, այս այնքան ժամանակ պետք է մնա ակտիվ վիճակում, ինչեւ հասնի հաջողության։ Մինչև 6 ամսից, ինչքան գիտեմ, 6 ամսից ուշ չեն կարող։ Չի կարա, դա սահմանափակում չկա, մինչև պարլամենտի վերջին օրն է կարա լինի։ Մինչև վերջին օրը կարա անվստահության որոշումը կայացվի պարլամենտը։ Ձեր ասածը վերաբերում է հերթական որ արտահերթ ընտրություններին, որ չի կարող ավելի շուտ լինի։ Պարլամենտի լուծարում չի կարա լինի ավելի շուտ։ Իսկ անվստահության մի ամիս ամենացել օրինակ ընտրություններին հերթական կարա լինի նաև 1 ամիս առաջ։ Իհարկե նախընտրելի է որ շուտ լինի, ով ասում որ պետք է։ Դրա համար պետք է ակտիվ։ Իսկ այն որ հիմա քաղաքական ուժերը պատասխան են հերթական ընտրություններին, այս իմպիչմենտը ինչի համար է։ Շատ քաղաքական ուժեր հայտարարել Հերթական ընտրություններ լինել են նաև 2031 թվականին։ Բայց իմպիչմենտի գործընթացը դրա համար է, որ մինչև ընտրությունը ցանկացած պահի պարլամենտը իր ֆունկցիան կատարի, անվստահություն հայտնի, ծրագիրը չկատարի, կառավարությունը դրա համար է։